Ուրեմն կասեք կարմիր գծերի համար 24 թվականին ինչքան գումարը հավաքագրվել եւ 25 թվականին ինչքան գումարը հավաքագրվել։ Ես գիտեմ, բայց կցանկանայի, որ դա բարձրաձայն հնչեր։ Հաջորդը ինչքան գումար է հավաքագրվել շինթույլտվություններից 25 թվականի համար, որ այդ թիվն էլ մեծ հաշվով գիտեմ, եւ երրորդ հարցն էլ տամ, ես ոնց հասկանում եմ Տիկին Ավետիսյանն է երևի պատասխանալու, ինքը տեղյակ է այս հարցի մասին, ուրեմն դիմումներ, հայցադիմումներ, դատարանի որոշումներ եւ վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների հայտեր եւ այլն եւ այլն։ Դրա համար ծախսվել է 214 միլիոն 580,000 դրամ։ Այստեղ այս երրորդի հետ կապված մի քիչ մանրամասն եք, որտեղ հանձնաժողովի նիստին խնդրեցի մանրամասնել Տիկին Ավետիսյան, ասեցի կճշտեմ, ասեցի, որ լիագումար նիստում այդ հարցերը կբարձրացնեմ տակ։ Ինձ ասեք, այս 214 միլիոնից որքանն է զուտ դիմումներ եւ հայցադիմումներ, որքանն է, ասենք, վճռաբեկ դատարանի դիմումներ կամ վերաքննիչ դատարանի դիմումների համար պետական турքը եւ դուք ինձ հանձնաժողովի ժամանակ, նիստի ժամանակ տեղեկացրիք, որ այս 214 միլիոն դրամի մեջ մտնում են նաեւ այն փոխհատուցումները, որոնք քաղաքացին կամ, չգիտեմ, ինչ որ կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանին դատիատվել հաղթել է այդ 214 միլիոնի մեջ մտնում է նաեւ այդ փոխհատուցումները։ Կխնդրեմ դրանք մի քիչ ավելի բացված տարբերակով Տիկին Ավետիսյան ներկայացնեք։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, պատասխանեմ։ Ուրեմն կոնկրետ հարցեր են չես ցուցանիշների, կոնկրետ հնչեցնեմ։ Ավտոկանատեղիների վճար 2024 թվականի փաստացի ցուցանիշը կազմել է 2 միլիարդ 296 միլիոն դրամ, 2025 թվականի փաստացի ցուցանիշը կազմել է 2 միլիարդ 103 միլիոն դրամ, այսինքն որոշակի ավելի պակաս։ Եվ շինթույլտվությունների մասով 2024 թվականի ցուցանիշը կազմել է 16 միլիարդ 123 միլիոն դրամ, 2025 թվականի փաստացի ցուցանիշը 15 միլիարդ 615 միլիոն դրամ։ Եվ ինչ վերաբերվում է դատական, ինչպես 16 միլիարդ 123 եւ 15 միլիարդ 615։ Եվ Տիկին Ավետիսյանը կարծում եմ ես կարճ ժամանակահատվածում ձեր բոլոր հարցերին չէր կարող ֆիզիկապես պատասխանել, պետք է իրավաբանական վարչությունը գրավոր դիմել եւ բացված կգտան, բայց ընդհանուր վարչաիրավական խախտումների գծով մեր մուտքերը կազմել են 2025 թվականին 2.6 միլիարդ դրամ։ Արձագանք։ Պարոն Հովհաննիսյան, նայեք, ախր խնդիրը հենց տեղ է, էլի, տեսեք, 25-ին 2.6 միլիարդը, սա իրավախախտումների արդյունքում Երևանի քաղաքապետարան մուտք գտածն, այսինքն սա քաղաքացիների կամ ՍՊ-ների կազմակերպությունները ինչ որ մի բան սխալ են արել, գնացել եք վրան ակտ եք գրել, իրանք էդի բերել են։ Բերևը ես դրանից չեմ խոսում, նայեք 214 միլիոն դրամը, հետևաբար ես կարամ ձեր պատասխանից ենթադրեմ, որ այդ 214 միլիոն դրամը միայն նրա համար է, որ դա միայն, այսինքն պետական турքն է, միայն պետական турքը, որը վճարել եք դատարաններ, դիմումներ, հայցադիմումներ ներկայացնելու համար։ Ես ճիշտն ասած Տիկին Ավետիսյանին, որ հարցրեցի, ենթադրեցի թեկուզ հապճեպ արագ տարբերակով կարող էր ընդամենը պետք չէր բան անել, էլի, այտենց գրություն գրել, հեռախոսով կարար զանգեր, այդ ամեն ինչը ինձ թվում է արագ ճշտել, որտեվ պայմանավորվել էինք, որ այդ հարցերին պատասխանի, բայց եթե դրան պատասխանը չկա, գրավոր հարցում էլ կուղարկեմ, ու հեսա գրավոր հարցումներից էլ կխոսենք։ Այսինքն 2.6 միլիարդը դա զուտ քաղաքացիներին տուգանելու արդյունքում հավաքագրված գումարն է։ Պարոն Իսկանդարյան, ձեր բարձրացած հարցը, որ 214 միլիոնն ասում եք պետական турքի համար, այդտեղ պետք է տարբերակել երկու կտոր։ Մի կտորը 100 միլիոնը ինքը պետական турքերն է, որը ուղղված է Երևան համայնքի կողմից հայցադիմումներ ներկայացնելու, մասնավորապես հայցադիմումները սնանկության գործերի վարույթներով, վարձակալության կառուցապատման պայմանագրից բխող պարտավորությունների գանձման ուղղությամբ ներկայացված հայցադիմումների մնացածը
վերաքնիչ եւ վճռաբեկ բողոք բերելու համար, թե այդ կոնկրետ գումարները այս 25 թվականի դրությամբ ոնց ծախսվել է, վերադարձվել է, թե չէ, այդ հարցադրումը ես հարցադրման այս բանը չեմ կարող պատասխանել, որովհետեւ դատական գործերի ընթացքը չի սկսում 25 թվականին եւ ավարտվում 25 թվականին, դրանք երկարատև պրոցեսներ են 26-27 թվականներին, որ այդ ծախսված գումարի արդյունքը մենք կարող ենք տեսնել, բայց ընդհանուր առմամբ ձեզ կարող եմ ասել, որ հենց 25 թվականի դրությամբ միայն սնանկության գործերով Երևան համայնքի բյուջեը մուտքագրվել իրավաբանական վարչության գործողությունների արդյունքում 418 միլիոն դրամ։